Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սյունիքում արդեն 2 ամսից ավելի ծառայություններ են հնչում մի քանի գյուղերում, ինչ նպատակ է հետապնդում թշնամին, ինչ իրադրություն։ Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն։ Այո, կարակոսներ հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կարակոսները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս։ Իսկ նպատակավորն է, թշնամու նպատակավորն է։ Ինչ նպատակ է հետապնդում։ Մեկը դեպի չենք Ադրբեջանը պատճառաբանել է, որ ինքը չէ, ով է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս այդ նպատակներ, առաջին կարակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր Իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կարակոսներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն պատերազմի նման չենք անելու, բան ասել։ Այսինքն ուշադրություն չենք դարձնում։ Հիմա ես որ հարց պատասխան։ Ուշադրություն չեք դարձնում, այսինքն եթե 44 օրյա պատերազմի պատկերն ունենանք, ի՞նչ է լինելու։ Դուք ճիշտ չհասկացաք իմ պատասխանը, ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց արժեվ դրված խնդրի կատարումը, մենք շարունակում ենք հետախուզության բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով եւ սահմանային խորհրդություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան։ Իսկ դուք էլ եք վստահ, որ պատերազմ չի լինելու եւ լինելու է խաղաղություն, ինչպես պնդում է վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաեւ ի պաշտոնե զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու։ Բանակների պետքա վերածել են գնացուցակի, այսինքն ըստեյության մենյու։ Եթե ինչ որ մեկը գիտնական, ինչպես պարոն Քոչարյանի տղան օրինակ գիտնական է, բանակից ազատվել է, ինչ որ մեկը գնացուցակի նայի եւ որոշի այսքան ամիս կվճարի, այս հայրենիքով է պաշտպանելու։ Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, համապատասխան օրենքներ, որտեղ շեշտված է ովքեր են ազատում զինվորական ծառայությունից։ Իսկ դուք կողմեք այն օրենքին, որ հիմա ԿՊԱ-ական պատգամավորն է ներկայացնում գումարով ազատվել, եւ արդյոք սա չի նշանակում, որ այն կոռուպցիան, որի մասին նաեւ ԿՊ-ից բարձրաձայնում է նույն պատգամավորը, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ փաստորեն պայքարել եւ դա բերվում է օրինականության։ Նայեք, կառավարության նիստում քննարկման ընթացքում պաշտպանության նախարարը, մեր գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տեսակետ եւ այդ տեսակետը միայն պաշտպանության նախարարի տեսակետը չէ, դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաեւ գլխավոր շտաբի գումարով ազատվողները շատ են, Թողեք պատասխանել։ Առաջիկայում հանձնաժողովի կազմով կլինի քննարկում այդ օրինագծի մասով եւ մենք լրացուցիչ քննարկումների արդյունքում Պաշտպանության նախարարի միջոցով մեր գերատեսչության տեսակետը կներկայացնենք այդ օրենքին։ Բանակում կոռուպցիան շատ է, պարոն Ասրյան։ Կոռուպցիան շատ է բանակում։ Լսեք, ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, ես գլխավոր շտաբպետն եմ, այո, լինում են դեպքեր, երբ այս կամ այն կարգի զինծառայողները, սպաներ, նաև պայմանագրային հիմունքներով ծառայող այլ զինծառայողներ փորձում են կոռուպցիոն քայլերի գնալ, ռիսկերի գնալ, իսկ մեր պարտքն է, մեր պարտականությունը, որպես դա արմատախիլ անենք։ Հիմա այս նախագծին դուք կողմ եք թե դեմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին, պաշտպանության նախարարը առաջիկայում հանձնաժողովի Պապիկյանը ասել է, որ այնքան էլ չի առարկում այդ նախագիծը։ Ինչքանով է ճիշտ այդ ինֆորմացիան։ Լսեք, մենք որպես զինված ուժերի ղեկավարներ, ղեկավար կազմ, մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված
զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել, շարունակել կրթելը, նրանց պատրաստել, ներդաշնակել եւ պատրաստ լինել մարտական խնդիրների կատարմանը։ Այս նախագիծը հակառակ դրան կգործի, եթե ընդունվի։ Առաջիկա կառավարության նիստում հանձնաժողովի կազմով պաշտպանության նախարարը բազմաթիվ փաստարկներով կներկայացնի գործող եւ հետագայում։ Էսկալացիայի վտանգ կա, պարոն Ասելյան։